Աստծուն, որ նորից իրար հետ ենք այս դժվարին օրերին, պահերին, այս ինչ որ կա, այս խժդժոցի մեջ մի պահ փորձում ենք խաղաղվել, հանգստանալ Տիրոջ խոսքով, Տիրոջ ներկայությամբ, Սուրբ Հոգու ներկայությամբ եւ մեկս մյուսին հիշեցնել, որ Քրիստոս իր բարի լուրն է բերել, որը որ մեր համար է եւ մենք պիտի հետևենք այդ բարի լուրին ու ապրենք այդ բարի լուրով։ Եվ այս մեկ շաբաթվա ընթացքում իրապես վերլուծում էի այս ընթացքում, թե ինչ կատարվեց ու միշտ ասում եմ ու չեմ դադարելու ասելուց, որ հրաշք էր, որ Մարկոսի ավետարանը միասնաբար փորձեցինք սերտել եւ ճիշտ ես նախապես ասեցի, որ այս չորեքշաբթի պիտի չխոսեմ, դուք խոսեք, բայց ուզում եմ կես-կես անել, սկզբից ուղղակի նկարագրեմ, պատկերացնենք, թե ինչ արեցինք, որտեվ եթե չենք պատկերացնում, չենք էլ հասկանում ուր էինք ու որտեղ հասանք, որից հետո անշուշտ փոքրիկ հարցարան ունեմ այստեղ, որ պիտի խնդրեմ, որ լրացնի մեզանից յուրաքանչյուրը, եւ դա էլ ինձ հետ պիտի տանեմ այս 9 ամիսների ընթացքում ես էի մի բան տալիս, այս թղթերն էլ ձեր անուններով պիտի ես տանեմ ու տեսնեմ ինքս ինձ վերարժևորելու համար, թե ուր հասանք եւ ինչ մնաց այս դասերին մեզանից յուրաքանչյուրին։ Ուրեմն իրապես նախ ցանկանում եմ ինձ սրտե փառք տալ Տիրոջը եւ փառքի բարձունս Աստուծո այս հրեշտակների բարի լուրը իրապես իմ սրտի մեջ է, որ փառաբանության մեծագույն զգացմունքներով եմ, ինչ էլ լինի պարագան, ինչքան էլ փոթորիկներ լինեն, բայց այն, որ Աստված մեզ հետ է եւ մեզ ողորմեց, որ կարողացանք միասնաբար իր ամբողջ ավետարանը սերտել, միայն ու միայն մեծագույն փառքի արժանի է։ Ուզեցի 10 կետերով ներկայացնել այն ինչ, որ մենք արեցինք։ Հակիրճ է լինելու խոսքս, բայց ուզում եմ բովանդակային լինի։ Նախ առաջինը պիտի խոսենք, թե ինչու ավետարան, մի փոքրիկ հիշեցում, հետո մինչև օրս ինչ նոր կտակարանյան գրքեր ենք սերտել խմբով, տարիներ շարունակ, սա էլ կարևոր է, հետո քանի անգամ հանդիպեցինք, սա էլ շատ կարևոր է, հետո ինչ ուղեցույց օգտագործեցինք, 5-րդը ինչ ձևաչափով, այսինքն ֆորմատով աշխատեցինք, մյուսը ինչ աղբյուրներ օգտագործեցինք, 7-րդը անձնական ներկայության անհրաժեշտության եւ եկեղեցու մոդելի այս գաղափարն եմ ուզում նաեւ խոսել, նաեւ ուզում եմ նյութը ընդհանուր այս 16 գլուխները բաժանել, ընդհանուր պատկերը տալ հատվածների, հետո փոքրիկ հարցարան, ինչպես որ ասացի, ընդամենը 2 հարց է եւ այն էլ շատ բաց հարցեր են, եւ 10-ը, որ շատ կարեւոր է, իմ բաժինը ինչ է այս առաքելության մեջ, մեզանից յուրաքանչյուր այստեղ նստածի, եւ այս մասին էլ պիտի փորձենք միասնաբար խոսել։ Ուրեմն առաջինը ինչու ավետարան, որովհետեւ ինչպես որ միշտ ասացինք, բազում անգամներ ենք խոսել այս մասին, ավետարանը ամենաբարձր դիրքն ունի ընդհանրապես Սուրբ գրային գրականության մեջ, Աստվածաշունչ մատյանի մեջ, ու պատահական չի, որ մենք ասում ենք պրոսխում է, ասե Աստված, այսինքն ուշադրություն կամ երկրպագիկ Աստված է խոսում, ուշադրություն դարձրեք, լրջություն է պետք, որտեղ ամեն անգամ, երբ որ մենք ավետարան ենք ընթերցում, Աստված է խոսում, ուզում եմ նորից անդրադառնալ սրան, որ երբ որ Սինա լեռան վրա Աստված պիտի 10 պատվիրանները տար մարդկանց, եւ Մովսես պատվիրեց մարդկանց, որ մաքրվեք, կանանց հետ չմերձենաք, որտեղ Աստծուն եք լսելու, Աստծո ձայնն եք լսելու, եւ երբ որ ի վերջո Աստված սկսեց խոսել, չնայած որ մարդիկ մաքրվել էին, փորձում էին հնարավորինս պատրաստ գտնվել Աստծո ձայնը լսելու, զարհուրեցին, ասում, այնքան վախեցան Աստծո ձայնը, երբ լսեցին, եւ ելից գիրքն ասում է, եթե այնտեղով գազան անցներ, կքարկոծեին այքա, վախեցած էին։ Արի ու տես, որ այդ նույն Աստված, երբ որ մարդ դարձավ, մեզ խոսեց իր խոսքով եւ իր ավետարանը այսօր մենք սերտում ենք ու ոչ թե վախենում ենք, ոչ թե զարհուրած ենք, այլ ի վերջո երբեմն նաեւ թերևս շատ ոչ կարևոր դիտելով, այսպես սովորականի նման ենք մոտենում, ուզում եմ հիշեցնել, որ ավետարանը սովորական խոսք չի, Աստծո ուղի խոսքն է, եւ հիմա եթե չենք վախենում, լավ, բայց միևնույն ժամանակ ավելի կարևոր բան անենք, սիրենք եւ ամբողջությամբ փորձենք հասկանալ եւ ինչու՞ չէ նաեւ տրվել Աստծո խոսքին, հա թե ինչու մի մեջբերում ուզեցի բերել Խոսրով Անձևացուց, ով Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրն է, իրական 2 մեջբերում հիշեցնելու համար, թե ավետարանի հանդեպ մեր մոտեցում ինչպիսին պիտի լինի, ասում եմ, բազում աղոթքներ են մեզ պետք, բազում արտասուքներ, հաճախակի պաղատանքներով եւ մեծագույն ճգնությամբ հայցելու Աստծուց, որպեսզի արժանի լինենք լուսավոր միտք ստանալու, որով կբորբոքվի մեր մեջ աղոթքի բաղձանքն ու աստվածային գրքի
վերծանությունը։ Եվ շարունակությունը շատ է, նույնիսկ սրա ձայնագրությունը կա, այնպես որ եթե Google-ում կամ YouTube-ում search անեք Խոսրով Անձևացի կբերի, խնդրում եմ լսեք, ինքը հանճարեղ անձ է։ Խոսրով Անձևացին եւ իմ կարծիքով երկրորդ Բարսեղ մեծն է։ Մյուս միտքը, որ ուզեցի իրենից բերել հետեւյալն է. բազում են Սուրբ գրքում ասված խոսքերը, սակայն ամեն խոսք չէ, որ բացվում է մակերեսորեն ընթերցողին, ոմանք հասանելի են պարզ ընթերցմամբ, իսկ մյուսները բացվում են միայն աղոթքով, խոնարհությամբ եւ հոգով, հոգեվոր մտքի լուսավորությամբ։ Եվ իրապես որ շատերը կան, որ կբացվեն, երբ որ մենք աղոթենք, խոնարհվենք եւ հոգեվոր մտքի լուսավորություն ստանանք, եւ հենց սա է։ Ու հաճախ նաեւ ես սա ինձ եմ վերագրում, որ երբեմն կարող է շատ բացվել, երբեմն քիչ, բայց հարցը ոչ թե տեքստի մեջ է, այլ իմ մեջ է, իմ պատրաստվածության մեջ է եւ իմ լրջության մեջ է։ Երբ որ վերլուծում էի սկզբի, ամենասկզբին մայիսի 14-ին էլ այս մասին խոսեցի, հիմա էլ եմ ուզում հիշեցնել, թե մենք ընդհանրապես հին անդամներով այստեղ կամ բոլորով, ովքեր որ երբ որ Աստված իրենց կանչեց, որ միացան մեզ, Նոր Կտակարանի 27 գրքերի մեծ մասը այստեղ սերտել ենք։ Ուրեմն սերտել ենք Մատթեոսի ավետարանը, հիմա սերտեցինք Մարկոս ավարտեցինք, Հովհաննեսն ենք սերտել, Գաղատացիս թուղթը, Փիլիպպեցիների թուղթը, Կողոսացիների թուղթը, Առաջին Տիմոթեոսն ենք սերտել, Տիտոսն ենք սերտել, Հակոբոսն ենք սերտել, Առաջի Երկրորդ Պետրոս, Առաջի 3 Հովհաննես եւ Հուդա Առաքյալի թուղթը։ Այլ խոսքով 27-ից 15-ը միասնաբար սերտել ենք, որը իմ կյանքի մեծագույն նվաճումն է, կարելի ասել, որ այսքան Աստված առիթ ընձեռեց մայր տաճարի ներքո, որոշներ առաջի երկուսը Մատթեոսն ու Հովհաննեսը Սանտա Կլարիտայի Սուրբ Սարգիս եկեղեցում, որոնցից մի քանիսն էին ներկա այստեղ, իսկ հիմնական մասը արդեն այստեղ առաջնորդանում Սրբոց Ղևոնդյանցում միասնաբար սերտել ենք։ Սրանցից բացի նաև մեր քրիստոնեական, այսինքն որ կոչվում է կատեխիզմ, քրիստոնեականի բազում դասերել ենք արել, որը մի օր նաև այդ էլ ինքնակնության համար պիտի նաև ներկայացնեմ, թե ինչ ենք արել այս 15 տարիների ընթացքում միասնաբար։ Երրորդը ուզեցի հարց տալ, թե կարող ենք արդյոք կռահել, թե քանի սերտողություն միասնաբար ունեցանք։ Նախորդ անգամ ես իրապես ողջունեցի, գնահատեցի այն անձանց, ովքեր սկզբից մինչև վերջ մնացին։ Գիտեմ ինչքան դժվար է, բայց ես էլ սկզբից մինչև վերջ մնացի, խնդիրներ են լինում, օրեր են լինում, դժվարություններ են լինում, կոնֆլիկտներ են լինում սկեջուլների, բայց ունեցանք 36 հանդիպում եւ մայիսի 14-ից մինչև այսօր փետրվարի 16-ը հանդիպեցինք։ 36-ը քիչ չի ժողովուրդ եւ 36 անգամ մենք Մարկոսի ավետարան, այսինքն Աստծո խոսքը փորձեցինք իրար հետ սերտել։ Ինչ ուղեցույց օգտագործեցինք։ Սա էլ շատ կարևոր է։ Փաստորեն ես այդ 10 կետերը, որ անդադար սկզբում գոնե ասում էի, ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, հուսալով, որ այս ուղեցույցը կլինի բոլորիս ուղեցույցը։ Եվ այս 10 կետերը իրենցով կարելի է բաժանել 5 մասի։ Առաջինը հոգեվոր նախապատրաստության համար աղոթք եւ խոնարհ մոտեցում Աստծո խոսքին։ Ուսումնասիրությունը սկսում է աղոթքով եւ սրտի պատրաստվածությամբ, այնինչ մեծ Խոսրով Անձևացին էր ասում։ Սա ամենահիմքն է, սկիզբն է, որը մենք էլ փորձեցինք նոր աղոթքով սկսել։ Երկրորդը տեքստի ընտրություն եւ համեմատություն։ Շատ կարևոր է, որ Սուրբ Գրքի ճշմարիտ թարգմանության ընտրություն ունենանք, որ հիմա ցույց եմ տալու նաեւ առնվազն 2 տարբեր Սուրբ Գրքի թարգմանություններ համեմատենք եւ բնագրերից օգտվելու անհրաժեշտություն կա՝ եբրայերեն եւ հունարեն, եթե չենք իմանում, հայերենի դեպքում միշտ խորհուրդ եմ տալիս գրաբարը, իսկ անգլերենի դեպքում interlinear-ը, որը որ տառացի մեզ օգնում է, որ հասկանանք, թե տեքստը ինչ է ասում։ Երրորդ կետը գրական կառուցվածքային վերլուծություններ, այսինքն փորձենք ավետարանները համեմատել։ Համատեսական ավետարաններ ամբողջ ընթացքում մանավանդ խաչելության ու հարության ժամանակ տեսակ, թե ինչքան համեմատություններ արեցինք ու եթե չլինեին մյուս լրացումները Մարկոսին, շատ թերի էր լինելու Մարկոսը, բայց քանի որ Մատթեոսից, Ղուկասից եւ Հովհաննեսից լրացումներ կատարվեցին, տեսակ ինչքան հիմնական դարձավ։ Ուրեմն այդ համեմատականները շատ կարեւոր են։ Մյուսը այս կոնտեքստի վերլուծումն էր։ Փորձեցինք ամբողջը տեսնել, ոչ թե կոնկրետ կետերը տեսնել, որովհետեւ ամբողջի մեջ է պարփակված ճշմարտությունը։ Եվ նաեւ շատ կարեւորեցի եւ հուսամ դուք էլ տանը արեցիք
հատվածի բազմակի ընթերցումը։ Ես ամեն մի տեքստը առանց չափազանցության երբեմն 20 անգամ ընթերցում եմ, որպեսզի կարողանամ ընկալել, եւ հենց կոնկրետ 20 անգամ միանգամից չեմ ընթերցում, բայց ընթացքում պատրաստվելիս մեկ շաբաթվա ընթացքում մինիմում 20 անգամ տեքստը ընթերցում ես, որովհետեւ ամեն անգամ մի բան կա, որ բերում է, չեմ ակնկալում մարդկանցից 20 անգամ, բայց գոնե 3 անգամ փորձեք ընթերցել ու կտեսնեք, թե ինչքան մանրամասներ են ինքը տեքստը ձեզ տալու, որը որ սկզբից չէիք տեսել։ Մյուսը ուրեմն 8-րդ առանցքային բառերի կարևորությունն էր, keywords, բանալի բառեր։ Ամեն դասին ես դրեցի բանալի բառերը, որոնք եթե մենք ուղղակի ցանկագրած լինենք միայն բանալի բառեր ամեն մի դասից, միայն այդ բառերը բավական են, որ ամբողջ տեքստերը հիշենք, այն ինչ որ անցել ենք։ Եվ սրանք շատ կարևոր են։ Եվ 9-րդը ուղղափառ հայրերի մեկնություններից օգտվելու անհրաժեշտությունն է։ Ամեն անգամ ես հայրերից մեջբերումներ ուղարկում էի եւ ինքս էլ բազում մեջբերումներ էի կատարում, որովհետեւ ճշմարտության հարց կա, ստիլի հարց չի, ոչ էլ նախասիրության հարց է, ես նախասիրությունս իմ հայրերն են, մյուսը նոր հեղինակներն են, մոդեռն, սրանք նախասիրություն չեն, սրանք ճշմարտության եւ ստի հարցն են։ Ամեն անգամ միշտ այս օրինակն էի բերում եւ այսօր մեր քահանաներից մեկի հետ էինք այդ մասին խոսում, որ իրեն նորից այս միտքն է ասում, որ երբ որ Սուրբ Ներսես շնորհալին մեկնություն էր կատարում, չէր ասում, որ ես եկել եմ նորը ստեղծելու, որտեվ մոդեռն եմ, 5-րդ դարից մինչև 11-րդ դար ժամանակ է անցել, 12-րդ դար եւ այլն։ Այլևս չկանք, այդ բաները պիտի փոխենք, 1100-ականներ է շնորհալին։ Չէ, ասում էր, ես 5 առույցի վրա մի հարկ եմ դնում։ Ես չեմ եկել մոդեռնացնելու։ Ինչու, որպեսզի չշեղեմ ճշմարտությունից եկեղեցին։ Սա շատ կարևոր է, որ ունենանք այդ խոնարհությունը ու հասկանանք, որ առաքելական հիմքը, որ Քրիստոս դրեց, պիտի պահվի, երբ որ մեկը մոդեռն օրովի է փորձում ներկայացնել, համաձայն եկեղեցու հազարամյա պատմության, ինքը արդեն ճշմարտությունից շեղում է, որովհետև ինքը այն ամբողջ հիմքը չի ընդունում եւ գոռոզաբար, հպարտաբար, երբեմն գիտակցելով դա եւ երբեմն ոչ, իրենն է ստեղծում, որը խիստ վնասակար է, որովհետև ավետարանի բառերով կարող է շատ մարդկանց մոլորեցնել, որ շատ հաճախ լինում է։ Ուրեմն ուղղափառ հայրերի մեկնությունները կամ առաքելահաստատ միտք ունեցող հայրերի մեկնությունները անհրաժեշտ են։ Եվ նաև անհրաժեշտ է 10-րդը հասկանալ, որ կա բառացի մեկնություն եւ կա խորքային մեկնություն, եւ երբեմն միայն բառացի վրա գնալը շատ վնասակար է, ինչու՞ չէ, նաև միայն խորքայինի վրա գնալն էլ շատ վնասակար է։ Այդ երկուսը մենք պիտի փորձենք հասկանալ ու մանավանդ մենք առակների մասին էլ ենք խոսել, հիմա էլ խոսում ենք Անի հետ, որ պարաբոլան շատ կարևոր է, որ հասկանանք, որ կա աշխարհային մասը եւ կա հոգեվոր մասը, ու այս երկուսի ուրեմն ներդաշնակ վիճակն է, որ մեզ լավ պատկեր է տալիս։ Եվ դրանից բացի, այս 10 կետից բացի նաև վերջի կետն է կանաչով գրում, որ նյութի անձնական կիրառություն էր պետք իմ անձի, ընտանիքի, ազգի եւ մարդկության համար։ Հիմա ինչ որ մենք սերտեցինք այս 36 շաբաթվա ընթացքում, սրանք կլինեն միայն գիտելիք, եթե սրանք ես Հայկը չկիրառի իր կյանքում եւ չփորձի նաեւ իր ընտանիքում կիրառել եւ չփորձի ինչու՞ չէ նաեւ իր հասարակության մեջ եւ իր մարդկության մեջ կիրառել։ Մենք ամեն ինչ կիրառում ենք սոցիալ մեդիաներով, հաճախ հավյանքներ ու անեծքներ, կատաղություն, բայց շատ քչերն ենք տեսնում, որ ավետարան է սովորեցնում, փոխանցում, Քրիստոսի լույսն է փորձում փոխանցել։ 5-րդը ինչ ֆորմատ կամ ձևաչափ օգտագործեցին կամ ինչ ֆորմատով աշխատեցինք, սա էլ շատ կարևոր է։ Ժամանակին իմ այս փորձառությունը կիսում էի Հովնան Սրբազանի խնդրանքով հոգևորականների հետ, որ պատմության, այսինքն փորձառության հետ էր կապված, որ նախ եւ առաջ առաջինը նյութի նախապես առաքումն է պետք, որ ուղարկում ես նյութը մարդկանց, որ ձեզ է ուղարկում, դրա համար էի խնդրում, որ ձեր իմեյլն էլ ինձ տվեք, որպեսզի ավետարանի նյութը պատրաստ ունենաք, հասկանանք ինչի մասին է խոսում։ Դրա հետ մեկտեղ նաև հայրերի մեկնություններից պատառիկներ ուղարկում։ Ուրեմն սա նախնական աշխատանքն էր։ Ու այն մարդիկ, ովքեր որ նախապես էին սա վերցնում, շատ ավելի իրենց վկայությամբ, շատ ավելի լավ ու պատրաստական էին գալիս, պատրաստված էին գալիս ավելի շուտ նյութին, դասին։ Երկրորդը թեմայի ներկայացումներ, որ կատարում էի ես։ Երրորդը, որ ոչ պակաս կարևոր է, երբեմն ավելի կարևոր, խմբային աշխատանքներ, որ խմբերով աշխատեցինք։ Չորրորդը
3 կետերի այդ resolution-ները, որ խումբը մեր վեճ էր հանում եւ ներկայացնում էր բոլորին, ամբողջ խումբը տեսնում էր, եւ ի վերջո 5-րդը աղոթքի արկայությունն է, շատ կարեւոր սկզբում ու վերջում, որ ունենում ենք, եւ 6-րդը, որ կարծես էս 5-ի ծնունդն է, հավատքը գործի վերածելու, որտեղ ամեն անգամ ինչ որ մի առիթ էր ընձեռվում, որ մենք կարողանանք ինչ որ մի մարդու Հայաստանում կամ մարդկանց խմբի կամ թեկուզ այստեղ մեկ է տեսակ կհիշեք տնանք, ասենք մի մարդ եկավ կամ մի աղջիկ եկավ, Աստված բերում էր այդ մարդուն, որ դու կարողանաս, եթե սովորել ես, գիտես, որ ինչն է կարևոր, փորձես նաև հավատքդ գործի վերածել ու նաև սա էլ եղավ։ Ուրեմն 6-րդն էլ կարելի ասել այս 5-ի արտացոլանքն ու աղբյուրներ։ Փորձեցի նաև սա նկարներով ձեզ հիշեցնել, օրինակ ընդհանուր ժողովուրդը, որ օրինակ հավաքված էին, եւ հետո խմբերի բաժանված ժողովուրդը, այստեղից նկար դեռ չունեմ, բայց հուսամ կունենամ ներքևից մեր նկարներն էլ ու նաև սա էլ ցույց կտամ։ Ընթացքում կտեսնեք մարդիկ, ովքեր եկան, գնացին, բայց կարևոր է, որ մասնակցեցին եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր մնացին։ Հիմա ինչ աղբյուրներ օգտագործեցինք։ Ուզում եմ սրանց մասին էլ խոսել, որը վկայություն է նաև ձեզ, որտեղ հույս ունեմ, որ մեզանից ոմանք կցանկանան իրենք էլ վերցնել այս փորձը եւ իրենք էլ կիրառել իրենց կյանքում։ Ուրեմն նախ այս առաջին նկարը Աստվածաշնչին է վերաբերում։ Եթե այստեղ նայեք, արևելահայերեն թարգմանությունը կա, այդ խաչով գրաբար թարգմանություն, ռուսերենն է հաճախ կարդում, երբեմն հետաքրքիր բաներ կա ռուսերենում, որ օգնում են ձեզ, անգլերեն Orthodox Study Bible-ն եմ կարդում, հունարեն interlinear-ը, սրանք աստվածաշունչներն են կոնկրետ, որ նայում ես։ Դրանցից բացի կան օժանդակ աղբյուրներ, օրինակ այն երկու կարմիրները, սրանք տեքստային մեկնություններ են, որ օրինակ այսինչ ձեռագրում այսինչ հատվածը կա, իսկ այսինչ ձեռագրում այս մեկը կա։ Շատ կարևոր են, որ տեսնենք, թե ինչ որ բան բաց թողնված է, թե չէ, տեքստի մեջ է, թե տեքստի մեջ չէ։ Ուրեմն սրանք նաև այդ ձեռագրերն են, որոնք որ շատ կարևոր են, կարմիրները։ Իսկ սա շատ կարևոր գիրք է, որ Synopsis of the Four Gospels, որ հերթականությամբ ամեն մի դրվագ 4 ավետարաններով իրենց կողքի էր դնում, ու այս վերջի երկու դասընթացին այս սինոպսիսը մեզ շատ օգնեց, որպեսզի տեսնենք ամբողջական պատկերը։ Ինչու եմ սա ասում, այլ խոսքով, մանավանդ անգլերենով, աստվածաշնչային մեր գիտելիքը կամ մեր աղբյուրները շատ են։ Այլ ժողովրդական խոսքն եմ ուզում ասել, ծամել են եւ դնում են մեր բերանը, այսինքն գործը արված է արդեն, մնում է, որ իմանանք, որ նման աղբյուրներ կան, մեկ, եւ երկրորդը ժամանակ տրամադրենք, ջանք տրամադրենք, որպեսզի կարողանանք այս աղբյուրներից օգտվել եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ փոխանցել մյուսներին։ Իսկ դրանից բացի արդեն մեկնություններն են, հնագույնը մեր մեկնություններից այստեղ 12-րդ դարի Թեոփիլակտի մեկնությունն է, մեջտեղը կապույտ խաչը վրան, դրանից հետո կար Բարսեղ Մաշկևորցու մեկնությունը, որ մեր մեծ հայրն է, հսկայական, այստեղ դրել եմ կարմիր գիրքն է։ Դրանից բացի կա երկու հավաքածու, մեկը Կատին Աուրեա ոսկե շղթա Թոմա Ակվինացին, որ 80 հեղինակներից ինքը իրենից ոչինչ չի դրել։ Պատկերացրեք 12-րդ դարում 80 հեղինակի համադրելով Մարկոսի բոլոր 4 ավետարները, ոչ միայն Մարկոս ինքը տեքստերն է պատրաստել, որ անբացատրելի է, թե մի մարդ ինչպես կարող է այդքան իմացություն ունենա ու այդքան աշխատանք տանի, որովհետև այն մեջտեղին Ancient Christian Commentaries on Scripture նույն բանն արել 21-րդ դարում օգտագործելով ամբողջ կոմպյուտերային համակարգը եւ ի վերջո մի ամբողջ ինստիտուտ։ Եվ երբեմն, երբ որ նայում եք Կատին Աուրեան եւ Ancient Christian Commentaries-ը, հաճախ մի անձը Թոմա Ակվինացին ավելի շատ ու լավ խորքային աշխատանք էր տարել, քան մի ամբողջ ինստիտուտ 21-րդ դարում։ Մյուսներն էլ այն երկուսը, ուրեմն մեկը ուղղափառ մեկնիչներից մեկն է, մյուսը կաթոլիկ մեկնիչներից, ինչի եմ իրենցից օգտվում, որովհետև այս ուղղափառներն ու կաթոլիկները, որոնք ցավոք սրտի մեզանից առաջ են անցել սուրբգրային մեկնությունների մեջ, կարողանում են համադրել նորը հնի հետ։ Եվ սա ինձ համար հետաքրքիր է, ամեն անգամ այս տարիների ընթացքում փորձում եմ օգտվել, որպեսզի նաև կարողանանք հինն ու նորը տեսնել։ Սրանցից բացի կան նաև բողոքականներ, որոնք տեքստային շատ լավ աշխատանք են տանում, հունարենի հետ առնչված կամ եբրայերենի, բայց անկեղծ ասած գրքերը գնել էի, բայց այդ ժամանակը չունեի, որ նաև
այդ մանրամասնությամբ արդեն տեքստայինի վրա աշխատեի։ Ինչը որ եղավ պարագան, ուրախ եմ, որ այս ամբողջ աղբյուրները մի քանիսն էլ կան, դրանք չնշեցի, օգտագործեցինք, որպեսզի այս 9 ամիսները կամ 36 շաբաթները միասնաբար ինչ որ չափով օգտակար լինեին։ Հիմա ինչու եմ սա ասում, որովհետև այս ամբողջ անիմաստ կլիներ, եթե անձնական ներկայություն չլիներ։ Ինչի նկատի ունեմ։ Ես միշտ ասել եմ, ուզում եմ ասել, որ եկեղեցին ընտանիք է եւ մենք այսօր ընտանիքի մեջ ենք։ Եվ խորքի մեջ ընտանիք լինում է, երբ որ ընտանիքի անդամները ներկա են։ Երբ որ ընտանիքի անդամները ներկա չեն, հեռվում են, այլտեղ են, Zoom-ով են իրար հետ շփվում կամ մենակ դիտում, այդտեղ ընտանիք չկա։ Այդտեղ կա հաղորդակցություն, լավագույն դեպքում։ Ահա թե ինչու առաջին նախապայմանը, որ Քրիստոս դրեց, հետևյալն էր՝ միասին եղեք եւ միասին կարողացեք մարտահրավերները հաղթահարել եւ ուրախանալ։ Ահա թե ինչու Գործք 2:42-ի երևի ամենաշատ մեջբերված համարներից մեկն է, որ ասում էր նրանք հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդակցության կամ հաղորդության հացի բեկման եւ աղոթքների մեջ։ Իմ կյանքում ես հասկացել եմ, որ այս 4-ը որևէ դասին, որևէ հավաքին պիտի ունենանք։ Առաքյալների ուսուցում ուզում եմ շեշտել, ոչ թե քարոզ։ Քարոզը տարբեր բան է լրիվ։ Քարոզը մակերեսային բան է, նույն Քրիստոսի իսկ փոխանցած։ Քրիստոս միշտ ասում եմ, մեծ համայնքին 5000 հոգու քարոզում էր, բայց առաքյալներին ուսուցանում էր։ Քարոզով չի կարելի բավարարվել, որտեղ քարոզը մակերեսն է։ Դրա համար առաքյալների ուսուցումն էր, եկեղեցին պահում, ուսուցում։ Երկրորդը կոինոնիան, որ շատ կարևոր է իրար հետ շփումը, երրորդը պատարագն էր, հացի բեկանումը, եւ չորրորդը ընդհանրական աղոթքը։ Ինչու եմ նաեւ սա շեշտում, ուզում եմ հիշել առաջի Կորինթացիս 14-ը, որ երբ որ ասում ենք ընդհանրական աղոթք, երկու շատ կարևոր բան կա, որ հոգով եւ մտքով Սուրբ Պողոս առաքյալն ասում է առաջի Կորինթացիս 14-15-ում, մեկը պիտի հասկանա ու ասի ամեն, որտեվ եթե չենք հասկանում, ասում են ինչպես ասենք ամեն։ Ուրեմն այդ ընդհանրական աղոթքը պիտի նաև հոգով ու մտքով լինի, ու հա թե ինչու նաև փորձում ենք այսօրվա խոսակցական լեզվով մեր աղոթքները փոխանցել, որ կարողանանք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Այս ընթացքում բազում անգամ է Էմաուսի ճամփորդների մասին խոսել, որ Ղուկասի ավետարանի մեջ էր 24-րդ գլխի, բայց այս անգամ ինձ համար ուրիշ ձև բացահայտվեց այս Էմաուսի ճամփորդների նյութը, որովհետև այստեղ ես անդրադարձա, որ Քրիստոս հարություն առած Քրիստոս առաջի բանը, որ կատարեց, ինձ համար նորություն էր սա, բացահայտում էր, Սուրբ գրքի սերտողությունն էր։ Որովհետև երբ որ Էմաուսի ճամփորդների հետ ինքը մոտեցավ ու սկսեց խոսել ու իրենց հետ գնալ, ինքը սկսեց Սուրբ Գիրքն ասում է իրենց բացատրել գրքերը։ Իսկ բացատրել նշանակում է սերտողություն կատարել։ Եվ այդ սերտողությունը կատարվում էր, ինչպես որ ասացի, քայլելով, որը մենք կոչում ենք ճեմել, այստեղից էլ ճեմարանը։ Ուրեմն առաջի գործը, առաջի առաքելությունը, որ Քրիստոս արեց իր եկեղեցու համար, արդեն իսկ հարուցյալ Քրիստոս, ուրեմն սուրբ գործը, որ կատարեց, ավետարանի սերտողություններ կամ Սուրբ գրքի սերտողություններ։ Մի բան, որը ինձ ու բոլորիս ենթադրել է տալիս, որ շատ-շատ կարևոր բան է, ու ահա թե ինչու յուրաքանչյուր ծուղ ու հավատացյալ պիտի հեռու չմնա այս ամենակարևոր բանից։ Անշուշտ սերտողությանը լրացրեց հաղորդությունը, որ երկուսով իրար հետ բերեցին նրան, որ այս մարդկանց աչքերը բացվեցին, մեկի անունը Կղեոպաս է, մյուսինը չի հիշվում, եւ ճանաչեցին, ասում է Քրիստոսին։ Այսինքն հողը նախապատրաստեց Քրիստոս ավետարանի սերտողությամբ, որից հետո երբ որ արդեն մասնակցեցին հաղորդությանը, արդեն իրենց աչքերը բացվեց։ Եվ նույն մոդելը այսօր է, ոչ մի բան չի փոխվել 2000 տարի հետո, հողը պիտի նախապատրաստենք սերտելով, հասկանալով, որից հետո արդեն հաղորդությունն ինքնին լրացնում ու ամբողջացնում է այն, ինչ որ Քրիստոս ուզում էր, որ կատարվեր։ Ու դրա համար ուզեցի, որ նաև սա մեկ անգամ եւս ձեզ հիշեցնել։ Ինչ էինք անում։ Հիմնական, եթե Մարկոսի ավետարանը ամենամեծ ձևով հասկանանք, հետեւյալն էր, նախաբանն է տալիս, որտեղ ինքը հստակորեն ասում էր, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, ու հա թե ինչու, եթե կհիշեք Մարկոս ավետարանչի սիմվոլը որն էր։
որ ունենք հիմա եկեղեցում էլ էստեղ 4 ավետարանիչներն իրենց սիմվոլն ունեն, չէ՞։ Մարկոսինը որն էր։ Առյուծն էր, որտեվ ինքը քաջաբար, հիմա որ բարձրանա կտեսնեք, քաջաբար հայտարարեց, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, քաջաբար առյուծի նման։ Սո նախաբանը բավական զորեղ է Մարկոսի ավետարանի։ Հետո նաև այստեղ մենք տեսնում ենք 3 գալիլեական շրջաններ քարոզության, գնում գալիս էր, հիշում եք անմիջապես բառն է շատ օգտագործվում ու անդադար Քրիստոս շարժի մեջ էր, առաջինից 3-րդ գլուխ առաջին շրջաններ, 3-ից 6-րդ գլուխ երկրորդ, 6-ից 8-ը երրորդ։ Այսինքն անդադար շարժ կար, գնալ գալ։ Դրանից հետո արդեն 8-րդ գլխից տեսնում ենք, որ ճանապարհորդում է դեպի Երուսաղեմ, եւ այս Երուսաղեմում 8-ից 8-րդ գլխից հետո մինչև 10 ու վերջի էս մինչև 16-րդ գլուխը Երուսաղեմի առաքելությունն է։ Փաստորեն պատկերացրեք, 16 գլխից է բաղկացած Մարկոսը, 10-ից մինչև 16-ը ամբողջ Երուսաղեմի իր կատարած առաքելությունն է, սկսած ինչից, եթե ոչ հաղթական մուտքից։ Այդքան կենտրոնանում է Մարկոսը Երուսաղեմում կատարված դեպքերի ու ի վերջո անշուշտ նաև խաչելության ու հարության վրա։ Ուրեմն սա էր ընդհանուր պատկերը, եթե ուզում էինք հարց կանալ։ Հարցարանը շուտով ձեզ կտամ, որտեղ չեմ ուզում ձեր ժամանակից խլել, որ առիթ ունենանք մենք էլ այս հարցերին պատասխանել, որը 2 հարցից է բաղկացած, շատ պարզ, առանձնացրեք առնվազն 3 հատված կամ միտք Սուրբ Մարկոսի ավետարանից, որ ձեր մոտ մնաց, ձեր մեջ մնաց, կհիշեք, կփոխանցեք մյուսներին։ Եվ երկրորդը մանրամասնենք, թե գիտելիքից զատ, սա շատ կարևոր է, ինձ ինչ մնաց այս երթողություններից։ Օրինակ, անձնական մտերմություն, եկեղեցու կամ ազգի նկատմամբ սեր ու պատկանելության գիտակցություն եւ այլն, որը շատ կարևորն է։ Եվ վերջի հատվածը, որը որ հիմա պիտի խոսեմ ու ամբողջացնեմ, մի քանի մտքեր են, որ ուզում եմ կիսել ու բոլորս ուզում եմ այս մասին մտածենք։ Եթե կցանկանաք նաև թղթին էլ հանձնել, ինչու՞ չէ։ Ամենաառաջինը հետևյալն է, ու ինձ համար սա շատ կարևոր է։ Արդյոք ես ինձ համարում եմ այս համայնքի անդամ, թե ուղղակի այցելու եմ։ Սա շատ կարևոր է, անդամ ես, թե այցելու ես։ Որտեվ երբ որ դու անդամ ես քեզ զգում, կարծում, դու ինչ որ բան ես վերցնում քո վրա, պատասխանատվության զգացում ես վերցնում, որ փորձես կատարել։ Իսկ եթե դու այցելու ես, visitor ես այլ խոսքով, դու ձեռքերդ լվացած հեռվից նայում ես ինչ է կատարվում, միգուցե հավանում ես, միգուցե չէ, միգուցե քննադատում ես, միգուցե գովերքում ես, բայց ինչ է լինի պարագան, դու մասնակցություն չես բերում կոնկրետ այս համայնքի մեջ։ Մենք համայնք ենք, Փառք Աստծո, եւ այս համայնքը երկար տարիների պատմություն ունի արդեն, երևի 2 տասնամյակի արդեն կարելի ասել պատմություն ունի եւ շատ կարեւոր է որ մենք այդ գիտակցություն ունենք, որ մենք այցելուներ չենք, այլ մենք անդամ ենք այս համայնքի եւ սա շատ կարեւոր է որ գիտա, որովհետեւ 2 ձևի իմ փորձառությամբ մարդիկ են գալիս։ Մեկը այն խումբն է, որ գալիս է գիտելիք ստանալու։ Դա շատ լավ է, այսօր մանավանդ այս մեր միջավայրի մեջ ուղղափառ առաքելական միտք ունեցող մարդիկ չափազանց քիչ են եւ այս գիտելիքը չափազանց քիչ է։ Նույնիսկ եկեղեցու ներսում էլ կան մարդիկ, ովքեր որ մերժում են, չեն ընդունում, պայքարում են եւ այլն, անկարևոր են համարում։ Ուրեմն շատ քիչ է այն մարդը, որ եկել է կամ գիտակցում է առաքելական այն անաղարտ հավատքի ուսուցման կարևորություն եւ ուզում է սովորի։ Խիստ գնահատելի է, բայց մենակ գիտելիքը Սուրբ Պողոս առաքյալը ասում է ինչ է անում, հպարտացնում է։ Ուրեմն եթե մենք միայն գիտելիքի համար ենք այստեղ եկել, զգուշ լինենք, որովհետև Սուրբ Գիրքն է սա ասում ու բոլոր մարդկանց է համար է ասում, ոչ թե միայն հայկի, որ գիտելիքը կարող է հպարտացնել։ Ուրեմն իսկ դրանից բացի ինչի համար կարող ենք գալ, գիտելիք ստանալու ինչու չէ եւ հոգեվոր ընտանիքի մաս դառնալու համար։ Եվ ուզում եմ այս մասին 3 պատարագ ունենք այստեղ, Ղևոնդյանց պատարագներ։ Ինձ համար վերջում նստած էի, մի պահ եկա այստեղ Անին Շահինյանը դաս ուներ, հետո փորձեցի իրեն տեխնիկական բանջով օգնել ու բարձացա վերև պատարագին, արդեն պատարագը սկսել էր, ոմանք այստեղ դասին էին, ոմանք մեծ մաս եկեղեցում պատարագի էին, եւ մի պահ անդրադարձա, որ արդեն հաղորդության
պահը պիտի սկսեր, մարդիկ շարք կազմած մոտենում են հաղորդություն ստանալու ու ինձ համար յուրահատուկ շատ հաճելի բացահայտում էր, որ այն անձինք, ովքեր որ ջերմորեն գրկախառնվեցին, այսինքն Քրիստոսի մեջ մեր հայտնեցավը իրականում կիրառեցին, ոչ թե սա իբրև այսպես ռիտուալ եղավ, այն մարդիկ են այդ ջերմորեն գրկախառնվելը հարազատի պես, ովքեր այս խմբի անդամ են, եւ սա ճշմարտություն է։ Ինչ է դուրս գալիս, որ փաստորեն այս վիճակը, որ ստեղծված է, սա ոչ միայն գիտելիքի համար է, այլ հոգևոր ընտանիքի ձևավորման համար է։ Իսկ հոգևոր ընտանիքի ձևավորումը կատարվում է յուրաքանչյուրիս ներդրման շնորհիվ։ Ու դրա համար, երբ որ այս հոգևոր ընտանիքը կա, երեք միշտ ասում եմ, Սուրբ Հոգու պտուղներից պտղի առաջի 3 բաժինը հստակ երևում է, կա կամ չկա։ Առաջինը սերն է, երկրորդը ուրախությունն է եւ երրորդը խաղաղությունն է։ Եթե այս երեքը կան իմ կյանքում, եթե ես իրապես զգում եմ այդ եղբայրական սերը, ագապեն, որը նաեւ ինչու՞ չէ, զողողության գնացող սերն է։ Եթե կա ուրախությունը, երբ որ դիմացինին ես հանդիպում, հոգե հարազատը տա։ Եվ եթե կա խաղաղություն այդ մարդկանց ներկայության մեջ, որտեղ դու լարված չես, վատ չես զգում, ինչ եմ հակել, ինչ կասել իմ զգեստին կամ իմ խոսքին եւ այլն, այսինքն ոնց որ ընտանիքիդ մեջ խաղաղ ես, հանգիստ ես, ուրեմն այդտեղ հոգևոր ընտանիքը ձևավորվել է եւ կա Սուրբ Հոգու պտղի ամենակարևոր 3 հատկանիշները՝ սերը, խնդությունը եւ խաղաղությունը միմյանց նկատմամբ, որը ինձ համար մեծագույն օրհնություն էր, որովհետեւ հաճախ մարդիկ դա չեն տեսնում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պիտի տեսնեն, այդ մարդիկ էլ հաճախ չեն տեսնում, բայց Աստված այս ամենը տեսնում է եւ սա մենք չենք անում մարդկանց համար, այլ անում ենք խորքի մեջ Տիրոջ փառքի համար, որպեսզի իրապես կարողանանք մեկս մյուսին վայելել Քրիստոսով, վայելել մեր հայրերի հավատքով, վայելել մեր հայրերի եկեղեցու սուրբ պատերի ներքո, սուրբ գմբեթի ներքո, որը ամենասուրբ սրբություն սրբոցն է հայազգի երբևէ եղած, որին մենք պետքա իրապես մեզանից յուրաքանչյուրը փորձի իր ձևով Քրիստոսի ավետարանով, սիրով, ուրախությամբ եւ խաղաղությամբ պաշտպանել։ Ահա թե ինչու վերջում երբեք չեմ արել այս տարիների ընթացքում, հներից Սամվել էստեղ է, Նունեն չկա ոնց որ, Տիկին Սոնան էստեղ է։ Նաեւ դի խնդրեմ, որ գրանցվեք, այսինքն որպեսզի մենք գրանցվեք, որ նաեւ ձեր ծանոթներին տեղեկացնեք։ Ի նկատի ունեմ մեր Instagram-յան էջը, որ Հայկ Մադոյան _ է, Facebook ենք որ սկսել, Facebook-ը ինչ է, ancient հայ քրիստոնեական ժառանգություն, շնորհակալություն Հովնան Սարգսյան։ Եվ երրորդը, այս վերջերս սկսել ենք նաև YouTube-ը, որ Հայկ Մադոյանն է կոչվում, նաև եթե կարելի է այդտեղ էլ գրանցվեք, որովհետև շատ կարևոր է։ Այսօր հենց այս պահին գալիս էինք աղջիկ հետ ասեցինք մի պա քայլենք, գալիս էինք եւ մի կին հեռաձայնեց ինձ, ում եղբայրն էր ինձ դիմել, հենց 3, որ քույրս խարիզմատների մեջ է մտել եւ մտահոգ եմ։ Խարիզմատներ լեզուներով են խոսում եւ այլն, խոսել ենք այս մասին, Lay Ministry ժամանակ խոսել ենք, այո։ Եվ խնդրեց, որ իր հետ խոսեմ ու իրեն խնդրեցի, զանգել էր քույրը, խնդրեցի, որ գա այսօր դասին, ասեց այսօր ինձ հարմար չի։ Ասեցի ափսոս, որովհետեւ կուզեի մթնոլորտին ծանոթանայիք, տեսնեիք, բայց պայմանավորվեցինք, որ մի օր իրար հետ կհանդիպենք, փորձենք տեսնել ինչ մենք ունենք, որ շատ ավելին է, քան ասենք, միջև ուրիշ տեղ գնալը մեկ հատ մերը փորձենք հասկանալ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ մեծամասնություն այսօր իմ տեսած մարդկանց, ովքեր որ գիտակից քրիստոնյա են իրենց կանչու կարծում, ցավոք սրտի աղանդավոր են։ Ինչու, որովհետև հայրաքելական եկեղեցու հավատացյալների քանակը ավելի շատ է, դա անխոս, բայց գիտակից չենք։ Մոմ ենք վառում, չգիտենք ուր են գալիս, պատարակը չենք հասկանում, իսկ նրանք, ովքեր որ գիտակից են կամ ուզում են սովորել, ցավոք սրտի գնում ուրիշ տեղեր են սովորում։ Վերջերս 3 չէ առաջ օրը, 2 շաբթի օրը մի երիտասարդ աղջիկ ինձ մոտեցավ, որի հայրը երկար ժամանակ եկեղեցում շատ մտերիմ ա եղել, այսքանը ասեմ, ուրիշ բան չասելու համար, որ ուզում եմ հետդ խոսեմ։ Հայրը բերեց աղջկան, երիտասարդ աղջիկ ա 20-ների մեջ, ասում է ինչու ենք մենք արևելյան Eastern Orthodox, այսինքն ուղղափառ եկեղեցիներից հեռացել։ Ուղղափառ նկատի ունենք ռուս, հույն եւ այլն։
Բայց ասեցի մենք չենք հեռացել, մենք մեր հավատքն ենք վայել։ Եվ երկար խոսեց, ու հետո ինքը բացվեց, որ ես YouTube-ով, Google-ով եւ այլն նայում եմ, ինձ շատ հետաքրքրում են իրենք Eastern Orthodox-ները։ Մի խումբ կա, որոնք որ կաթոլիկներով են շատ հետաքրքրված, ես սրանք բոլորը երիտասարդների մասին է։ Մի խումբ կա, որ Ղպտի եւ մյուս եկեղեցիներով են հետաքրքրված։ Իհարգանս իրենց, որ մեզ քույր եկեղեցի են, բացարձակ մենք ընդհանուր իրանց հետ նույնիսկ հաղորդություն ենք, full communion ունենք, բայց նորից մենք մեր արժեքն ունենք, մենք մեր ինքնությունն ունենք, մենք մեր եկեղեցու աղոթքներն ունենք, ինչու մերը չիմանանք։ Հետո ինչու՞ չէ, նաև քույր եկեղեցու հետ ունենանք հրաշալի հարաբերություններ, բայց քոնը իմացի, քո տունը իմացի, քո ինքնությունը, քո անձը ճանաչի նորեղի։ Ուրեմն ինչու եմ սա ասում, որտեղ շատ լուրջ տենդենց կա այսօր։ Ես սա 20 տարվա մեջ չեմ նկատել, հիմա եմ նկատում, նոր բան է։ Երիտասարդները շատ հետաքրքրվում են եւ փնտրտուքի մեջ են։ Եվ որպես կանոն փնտրում են այն, ինչ որ հասանելի է, եւ հասանելին այսօր ամեն ինչ է բացի հայ առաքելական եկեղեցու ուսմունքից։ Ահա թե ինչու մեզանից յուրաքանչյուր իմ կարծիքով ունի իր բաժինը կատարելու, որպեսզի մի քիչ էլ մենք երևանք, որ մի քիչ էլ մեզ փնտրեն, մի քիչ էլ մեզ տեսնեն ու ինչու՞ չէ, նաեւ միգուցե բաներ գտնեն, որ իրենց կհետաքրքրի ու կպահի իրենց մայր եկեղեցու մեջ, ոչ թե կհեռանան ու ուրիշ տեղ կգնան։ Եվ ուզում եմ ավարտել Ղուկասի ավետարանի այս հրաշալի բառերով, որ ասում էր. «Երանի նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը եւ կատարում»։ Այս վերջի միտքն է շատ կարևոր, եւ կատարում։ Եվ Վարդան վարդապետ այգեկցու այս մտքով, որ հաճախ հիշում եմ այս բառերն, ասում է. «Երանելի է այն մարդը, որ ով սիրով եւ մեծ ցանկությամբ է ընթերցում Աստվածեղեն գրքերը, որովհետև նրա շուրջը պարում են հրեշտակները, նրան շրջապատում են առաքյալներն ու մարգարեները, հայրապետերն ու բոլոր սրբերը, եւ նա միշտ խոսում է նրանց հետ գրքերի միջոցով, իր աչքերի առաջ տեսնում է բոլոր արդարների երանությունը եւ հանդերձյալ աշխարհը»։ Եվ իրապես այս մեր մեծ վարդապետները այս ամբողջը տեսել են եւ այս ամբողջը մեզ են փոխանցել, որպեսզի մենք էլ կարողանանք առաջ տանել այն, ինչ որ իրենք փոխանցել են մեզ։ Վերջում, քանի որ մյուս չորեքշաբթի օրվանից այլևս չենք հանդիպելու, մեծ պահոց չորեքշաբթիներն են սկսում, պիտի խնդրեմ, որ ինչու՞ չէ, նախ եւ առաջ մասնակցենք, անպայման մասնակցենք հսկումներին։ Երկու ժամերգություններ են, որոնք կատարվում են, ցավոք սրտի միայն պահոց շրջանում, խաղաղական եւ հանգստյան ժամերգություններն են։ Գիտեք, որ մենք 9 ժամերգություն ունենք, որոնցից վերջինները խաղաղականն ու հանգստյան են։ Այդ երկու ժամերգություններն են, որ կատարվում են, որոնք ժողովրդական խոսքով կոչվում են հսկում։ Ինքդ քեզ հսկել, տեսնել արդյոք դու պահոց շրջանում կարողանում ես առաջ գնալ, թե չէ։ Ուրեմն նույն կարծեմ 6:30-ը, եթե չեմ սխալվում, կստուգեմ, բայց նույն ժամերին արդեն եկեղեցում խաղաղական եւ հանգստյան ժամերգությունները կան, ուրախ կլինեմ, մենք ծրագրում ենք այստեղ լինել, հուսամ նաեւ բոլորիդ այստեղ տեսնեմ։ Բայց նաեւ ուզում եմ առաջարկ անել, որ ինչ որ մենք Մարկոսը սերտեցինք, ես առաջինը ինձնից եմ ուզում սա իմ անունից ասել, ես դեռ շատ առաջի քայլ ընդամենը կատարեցի։ Այսինքն ես կերա, բայց չեմ մարսել։ Պիտի մարսենք Մարկոսը, մեր չափով, ինչքան որ մեր տկար էությունը կկարողանա։ Իսկ որպեսզի մարսենք, մենք անդադար պիտի մեջը լինենք։ Եվ դրա համար պիտի խնդրեի, որ առաջարկ բոլորս ազատ ենք, ով ինչ կուզի կարող պիտի անի, բայց հաստատ հոգևոր ինչ որ մի սնունդ պիտի ունենանք պահոց շրջանում, որ փորձենք Մարկոսը մարսել։ Այն ինչ որ սերտեցինք, այն ինչ որ գրառեցինք մեր տետրերի մեջ, միգուցե ձայնագրությունների միջով, փորձենք այս 40 եւ ավել, եթե ավագ շաբաթն էլ հաշվենք, արդեն 47-8 օր, փորձենք մարսել Մարկոսի ավետարանը, որ վերջո նաեւ մերը դարձնենք այն, ինչը որ մենք այսքան սիրեցինք ու այսքան մասնակցեցինք։ Ուրեմն այսքանով ուզում եմ փակել եւ հիմա առիթ եմ ուզում տալ բոլորիս, որ այս թերթերը վերցնենք։ Ես նաև այստեղ փեդեր ունեմ, վերջում նրանք ովքեր որ սեղանի շուրջ չեն, որ գրիչներ ունենք, թերթեր ունենք, խնդրում եմ 2 հոգի բաժանեն ժողովրդին, խնդրում եմ գրառեք, որից հետո արդեն գրառումից հետո կհավաքեմ թղթերը եւ եթե հարց պատասխան ինչ որ բան ունենք կարող ենք անել։ Հիմա 7:30 է, ունենք ժամանակ, բայց մինչ այդ ուզում եմ նաև բոլորով շնորհավորենք մեր տիկին Վերժինեին, ով թորնիկ ա ունեցել
Եվ խմորեղին ա վերել այդ կապակցությամբ ու քանի որ տիկին Վերժինե հաշեցի ու գիտեմ ինչքան ա սիրում ինքը ճամփորդել, հիշեցի որ ամսի 22-ին մենք միասնաբար գնալու ենք Կոստամեսայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, կնախընտրեմ որ միասին այստեղից դուրս գանք, բայց եթե անձինք կան որ արդեն մոտ են Կոստամեսային, տրամաբանական չի գալ բրվենք նորից գնալ, միայն ինձ ասեք, եթե առանձին եք ուզում քշել, որովհետև աշխարհագրորեն հեռու եք այդտեղից կամ մոտ եք Կոստամեսային, որ իմանամ, որ ձեզ չսպասենք, որպեսզի ուզում ենք ժամը 9-ին ամենաուշը այստեղից շարժվել Կիրակի օրը, որպեսզի հասնենք այնտեղ պատարագից հետո իրենք մեզ կհյուրասիրեն, որից հետո նաև կխոսենք մեր 7 խորհուրդներից առաջի 2-ի մասին, Սուրբ Մկրտության խորհրդի եւ Սուրբ Դրոշմի խորհրդի, ես եմ լինելու եւ տեղի հովիվը շատ սիրված շատ երիտասարդների կողմից Հայր Երեմյան, այնպես որ ուրախ եմ եւ հուսամ կմասնակցենք։ Հիմա խնդրեմ, եթե կարելի այս թղթերը փոխանցենք, որ տեղներից դուրս չգանք, որտեղ որ դուրս եկանք